ինչ վերաբերվում է այստեղ այս համակարգային դարձնելուն, համակարգային դարձնելու հետ կապված բազմաթիվ իրարամերժ ցուցմունքներ կան, բազմաթիվ։ Այդ մանիպուլյացիայի մասին չեմ խոսում, արևային արտադրանքի իմ կարծիքով կառավարչի ժամանակ կատարված այդ արարքների արդյունքում առաջացած կիլովատը ժողովրդին հետ տալու համար կորուստը դարձնում են 10% ավել, բայց այնտեղ ազնվության պակաս կա, չեն ասում, որ եթե այս ամիս 800,000 գտած կիլովատ հետ տվեցին կորուստը բարձրացավ, հաջորդ ամիս այդ 800,000-ը չի լինելու, չէ՞։ Բնականաբար կորուստը իջնելու ինչպես եւ եղել է։ Երկնիշ թվերի մասին են խոսում, առանց որևիցե փաստավորման, առանց որևիցե հիմնավորման։ Եվ ամենակարևոր հանգամանքը, ինչի ենք մենք ասում, մեզ չեք դարձրել դրա կողմ, որովհետև չեք ուզեցել, որովհետև շատ լավ հասկանում եք, որ մեր կողմ լինելու դեպքում այս նյութերի 80%-ը ջարդվելու էր, չէր լինելու։ Հանձնաժողովն էլ չի պնդել, որպեսզի հանձնաժողովի նախագահի կողմից իբրև թե ինքնուրույն նշանակված կառավարիչը գոնե խորհրդի կարգով այսպես ականջին, որ գիտես ինչ, որպեսզի ճիշտ լինի ամեն ինչ, մյուս կողմին կանչեք, զանգեք գլխավոր տնօրենին, սեփականը, իմ հետ չեն ուզում շփվեն, Աստված իրենց հետ, թող տնօրենների խորհրդին ասեն, որ ուղարկեք ձեր ներկայացուցիչներին, կատարում ենք SSS գործողությունները, որովհետև դուք էլ ներկա լինեք։ Բնականաբար հարգելի հայրենակիցներ չի կատարվել, որովհետև ձեռ չի տվել։ Դա անելու դեպքում բնականաբար այս պատկերը չէր լինելու, ես համոզված եմ, իսկ դա արդեն իրենց խաղաքարտերը խառնելու էր, այդ իմիջիայլոց քաղաքական իշխանության, այստեղ հանձնաժողովը որևիցե կապ չունի։ Հաջորդ հարցը, որ ես ցանկանում եմ անդրադառնալ, այդ այսպես ասած ցուցմունքների տարբերություններ, նախ այդ ոստիկանական մեթոդներով վերցված ցուցմունքների ինչքանով են օրինական կամ այդ բացատրությունները, լավ այսպես ասեմ, այնտեղ տարբեր տեսակի են, անվտանգության տնօրինության աշխատակիցը վերցնում է բացատրություն, հանձնաժողովին անգամ չի հետաքրում, որ ասի երբ ուրիշ գործ ունես այդ քննչական հասկացանք, լավ բերել եք քննիչ եք նշանակել ձեր անվտանգության տնօրեն, բայց դա չի նշանակում, որ մեթոդները դեպիսի լինեն։ Հանձնաժողովը անգամ չի փորձել աշխատակազմի մասին առայժմ խոսա, համոզված եմ նաև դուք եք, որովհետև դուք եք մասնակից եղել նյութերի կազմանը, չի փորձել անգամ այդ մարդկանց ինքնուրույն լսի, որ հասկանա տեսնի, մեթոդները ճիշտ էին, թե չէ, սպառնացել են, թե չէ։ Ես օրինակ ենթադրում եմ, եւ որպեսզի օդի մեջ չլինի, դուք ժամանակ ունեք, կարող եք անգամ ձեր որոշումը կայացնելուց հետո էլ դա անել, հրավիրել մարդկանց եւ ուղղակի հարցնել, ասել, լավ, այդ որ գրել ես, որ այստեղ շատ հուզիչ տեքստեր կան գրած, մենք չէինք ուզում, բայց որպեսզի պարգևատրում չստանանք, մենք սա արեցինք։ Մի քանի ընդամենը հարց։ Արդյոք ճանաչում եք հեծի գլխամասում իրացման տնօրինության աշխատակիցների եւ ղեկավարներին թե ոչ, եւ ինչ հանձնարարական է եղել միշտ ամեն հանդիպման ժամանակ։ Այս երկու հարցը ընդամենը ջարդելու էր իրանց եւ գրած բացատրությունը եւ մնացածը, որովհետեւ ես իմ աշխատակազմի հետ միասին մաքսիմում գոնես մասով հասցրել ենք միջև վերջի տեսուչը բոլոր միջոցներով, որ չի կարելի դա անել, այսինքն եթե ինչ-որ ցանցի պետ ենթադրյալ կարող էր ստիպել, այդ տեսուչները չէին կարող ուղղակի այդպես իրանց ված գալ, բայց ստիպված արեցինք, այս նույնն բանն է շատ դեպքերում, որ ասում են դե տուն ենք պահում, ինչ անենք ու գնում են աշխարհի ամենավերջի ապօրինություններին։ Հաշվի առնելով նաև այս ամեն ինչը, կարծում եմ, որ համոզված եմ, որ չի ցանկացել հանձնաժողովը, այսպես ասած, ճշմարտությունը վերհանի եւ ժողովրդին կարողանա տեղյակ պահել, թե ինչ է արել։ Համակարգի հետ կապված հանձնաժողովի աշխատակազմը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ համակարգը ամբողջությամբ ներդրած է եւ արդեն պատրաստ է, այսպես էքսպլուատացիայի պատրաստ է ամբողջությամբ աշխատելու։ Հերթական սուտը, այսա իրականում պետք է իրենց անուններով կոչել, որովհետեւ բոլորս լավ գիտենք, որ պատճառների մասին չեմ խոսում, կարող են լինել սուբյեկտիվ, կարող են լինել օբյեկտիվ, բայց վերջին հաշվով, եթե 30%-ը հանրապետության չի անցել դեռևս այդ սիստեմին, դա արդեն նշանակում է, որ համակարգը պատրաստ չէ, դուք էլ բոլորը դրա մասին գիտեք։ Դա հաստատում են նաև, որ ընդամենը 1200 բաժանորդ է, 1200 պոչով, բաժանորդ է ընդամենը այդ համակարգից օգտվում իր, այսպես, մտնելու, նայելու եւ այլն, որի շատ փոքր մասը հանրային են, մնացածը բնակություն են։ Հիմա վերել դեռևս այդ, այսպես, նորարարությունները չվերջացրած բերել ասել, որ այս համակարգը սենց պետք է լիներ, իմիջիայլոց մենք նաև
կներկայացնենք ձեզ, ստացել ենք հավաստիացումներ պիրամիդայից եւ կասկադից, որ միջև այսօր մարդիկ ասում են հաշվի առնելով, որ հուլիսի կեսերից, այսինքն մեր դուրս գալու ժամանակվանից process-ը կանգնել է, մենք միջև հիմա էլ պնդում ենք, որ դրանք վերականգնման ենթակա են։ Եթե այստեղ մնում է ընդամենը փոքրիկ կետ, որ ինչի չեք ասել, այդ արդեն բացատրեցի, ինչի մասին էր խոսքը, ինչի էինք ասել։ Ընդամենը երկու անուն ազգանունի հիման վրա հարգելի հայրենակիցներ, բերում են մարդիկ սիրուն սարքում են համակարգված։ Նորից կրկնում եմ, ես վերցնում եմ իմ վրա, ես ինքս եղել եմ իրացման տնօրեն, այստեղ նստած է ներկայիս իրացման տնօրենը։ Ես պատասխանատու եմ ամբողջ բլոկի համար, քաղաքականության համար։ Երկու անուն ազգանուն է շեշտվել, ինչ որ մասնաճյուղի պետ տենց էլ հայտնի չդարձավ ով է մասնաճյուղի պետը, որովհետև այդպիսի հաստիկ չունենք, եւ երկրորդը Արտաշատ ցանցի պետ։ Ցանցի պետի տեղակալինը համակարգված համարելը արդեն այդ հանցագործություն չէ, արդեն այլ կարմիր գծեր է խախտում, որովհետև ունենք 53-55 ցանց, բնականաբար այդքան տեղակալ եւ այլն։ Արդեն կարելի է տեղամասի պետին էլ համարել։ Մի տեղամասի պետինը համարել ամբողջ հանրապետությունում համակարգված։ Որպեսզի մեկ անգամ եւս ապահովեմ կառավարչի ցանկությունը թվերը ներկայացնելու եւ այսպես ամեն ինչը հաշվի առնելով, որ Տկենը շատ անգրագետ եւ սխալ հաղորդում էր ներկայացրել, համենայն դեպս ճգնաժամային ընդհանրապես կապ չունեցող կետերը պետք է լցվեր, բնականաբար բոլորով միասին լցվել են սխալ ինֆորմացիա մեղմ ասած